Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը սկսեց միանգամից խոսել շանտաժի լեզվով։ Ըստ էության դա Օվերչուկը չէր, դա Օվերչուկի բերանն էր, որով խոսում է Պուտինը։ Եվ խոսքը Հայաստանի խոցելիությունների մասին է, որը Ռուսաստանը օգտագործելու է, եթե Հայաստանը շարունակի աշխատել իր սուվերենության վրա եւ այդ սուվերենությունն ամրապնդող եվրոինտեգրման վրա։ Մեջտեղ է բերում նաեւ ատոմակայանի հարցը, որ այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են մինչև 36 թվականը, որ այս եղած ատոմակայանն աշխատի, կարող է եւ չլինել։ Մեր համոզմամբ հիմա եկել է պահը, որ Հայաստանն ուղղակի խզի այդ կապերը Ռոսատոմի հետ եւ այնպես չի, որ այս ատոմակայաններից միայն Ռոսատոմն է, որ գլուխ է հանում, չնայած Օվերչուկն ասում է միայն Ռուսաստանն ունի այն ամենն, ինչ պետք է Հայաստանին, գլուխը պատով ես տվել։ Հայաստանը ուղղակի պետք է այլ գործընկեր ձեռք բերի, հանձինս ամերիկյան Westinghouse Electric-ի, որը ամբողջությամբ յուրացրել է եւ սովետական, ռուսական նախագծով ատոմակայանների թե սերվիսը, թե վառելիքային ապահովումը։ Մանավանդ մենք արդեն Միացյալ Նահանգների հետ ավարտել ենք 1, 2, 3 համաձայնագրի շուրջ բանակցությունները, մնում է այն ստորագրել։ Պետք է մեկընդմիշտ կտրել այդ պորտալները, այդ թվում նաև ատոմային էներգետիկայի համար, հանուն հայկական ատոմային էներգետիկայի, որովհետև Ռուսաստանի կողմից ամեն ինչ գործիքավորված է մեր պետությունը սապոգի տակ պահելու համար, իսկ մենք դա թույլ չենք տա։ Համաձայն եք, միացեք մեզ։